Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 ժամի YouTube-յան էջում օրախնդրի հերթական թողարկումն է։ Հյուրընկալել եմ Պաշտպանության նախկին փոխնախարար, ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանին։ Ողջույն ձեզ, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 3 տարին լրացավ, ինչ սրանք այսպես կոչված խաղաղության պայմանագիր են բանակցում, ասում են տեքստը համաձայնեցրել են, թեև մենք չգիտենք այդ տեքստի բովանդակության մասին։ Ու թեև հանրային պահանջ կա իմանալու, թե ինչ է գրված այդտեղ, մենք էլ ենթադրություններ ունենք, թե այդ 17 դրույթները ինչին են վերաբերում, գոնե երկուսը գիտենք։ Բայց մեկ այլ ոչ կարևոր բան է ասվել եւ շարունակաբար է ասվում, պարոն Զաքարյան։ Այն, որ նույնիսկ այդ փաստաթղթի կնքումը մեզ որևէ երաշխիք չի տալու, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի, քանի որ չկա որևէ միջնորդություն։ Այդ դեպքում ինչներից է պետք։ Այսինքն սրանք 3 տարի ինչով են զբաղվել։ Եվ առհասարակ, եթե Հայաստանի փաստացի իշխանությունը ընդունում է, որ դա մեզ չի պաշտպանելու նոր ագրեսիայից, ապա ինչի համար էին այդ բանակցությունները։ Եվ ինչի մասին էին դրանք։ Բանակցությունները ֆարս են, բանակցությունները խաբեություն են, ինչպես եւ սրանց ամբողջ իշխանությունը եւ բոլոր օրակարգերը, կեղծ եւ հակահայկական խաղաղություն հասկացությունը սրանց համար պատերազմից հետո, ավերիչ պատերազմից հետո դարձել է հանրային խաբեության մանիպուլյացիայի գլխավոր թիրախ-դրույթը եւ իրանք էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանի խաղաղություն պետք չի, իրանք էլ շատ լավ գիտեն, որ խաղաղությունը բոլորովին այլ տեղերում է վերջնական խաղաղությունը որոշվելու եւ այսօրվա աշխարհում էլ աշխարհը խաղաղության սկզբունքով չի, որ առաջնորդվում է, այլ չոր տոտալ շահերի պաշտպանության սկզբունքով, այնտեղ որտեղ որ անհրաժեշտ է ագրեսիան անպայման տեղի ունենում, այնտեղ որ անհրաժեշտ է բանակցություն ժամանակավոր դադար բանակցությունների միջոցով, բայց աշխարհը փոփոխությունների մեջ է եւ այս պահին խաղաղությամբ խաբել ժողովրդին ժողովուրդը կարծես արդեն չի էլ խաբվում դրանով։ Հա, ժողովուրդը չի էլ խաբվում, բայց սրանք շարունակում են փորձում են այդ խաբեությունը առաջ տանել։ Ինչ բանակցում են խաղաղության համար, մենք այդ ընթացքում ամբողջությամբ կորցրեցինք Արցախը, մենք այդ ընթացքում կորցրեցինք Քաշաթաղը, մենք այդ ընթացքում կորցրեցինք Ջերմուկից, Սիսյանից եւ Վարդենիսի տարածաշրջանից տարածքներ, սուվերեն տարածքներ Հայաստանի Հանրապետության օրինական ճանաչված սահմաններից։ Մենք այդ ընթացքում իբրև թե սահմանազատման գործընթացը, որը իբրև թե խաղաղության մի մասն է, մի որոշ տարածքներ էլ այդպես կորցրեցինք։ Մենք այդ ընթացքում ադրբեջանցիներին հնարավորություն տվեցինք բոլոր բարձունքները զբաղեցնել եւ վերահսկողության տակ վերցնել Հայաստանի կարևորագույն հանգույցները, ջրային ավազանները, ճանապարհները, մայրուղիները, բոլոր բարձրադիր կետերը, որոշ հանքեր, բոլոր հրամանատարական կետերը, Գորիս քաղաքը, Կապան քաղաքը, Սևան քաղաքը, այսինքն Վարդենիսի տարածաշրջանում Սևանի ավազան արևելյան ամբողջ հատվածը, Ջերմուկ քաղաքը ամբողջությամբ, այսինքն իբրև թե այսպես կոչված խաղաղության անվան տակ Հայաստանի Հանրապետությունը դարձրել են ամենախոցելի պետություններից մեկը։ Եվ հիմա հարց առաջանում. Ալիևի ինչին է պետք խաղաղություն, եթե նրանց գլխավոր նպատակը դեռևս առջևում, այսինքն պանթուրիանիզմ, այսինքն ճանապարհ կլինի թե այլ տարբերակ, այլ կոմունիկացիոն եղանակ, կապվածություն, ուղիղ կապ Նախիջևանի միջոցով Թուրքիայի հետ։ Այսինքն դա նաև Կենտրոնական Ասիայով մինչև Չինաստան։ Դա նշանակում է գլոբալ այս աշխարհազարգացումներում Ադրբեջանը փորձում է ստանձնել կարևոր հանգուցային կապող օղակի դեր, խաբի դեր կոմունիկացիոն։ Պատահական չէ նաև Ալիևի այցը Չինաստան, ռազմավարական նշանակության արդեն երկխոսությունը եւ համապատասխան համաձայնագրերի պայմանագրերի ստորագրումը պատահական չի Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը թուրքախոս երկրների կազմակերպության անվան տակ, պատահական չի Իրանի շուրջ Ադրբեջանի դերակատարությունը եւ սպասվող այցերը
Ադրբեջան, Բաքու։ Հենց այս օրերին։ Այո, հենց այս օրերին։ Պատահական չի Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես ուղերձային դերակատարումը կարևորելը Ադրբեջանի համար։ Եվ այս ընթացքում ինչ-որ հայ տագետ դավաճան ղեկավարներ նստած իրանց սեփական ժողովրդին փորձում են համոզել, որ գիտեք, խաղաղություն։ Չկա տես։ Ավելի վտանգավոր բանել են անում, պարոն Զաքարյան, անում են հետևյալը։ Ջահերով երթին դրոշներ այրելը կապում են Ադրբեջանի կողմից մեր Սյունիքյան գյուղերի թիրախավորման հետ։ Այլ հարց, որ այդ երկու գյուղերը Խնածախն ու Խոզնավարը, որոնք տեղ խոշորացված համայնքի բնակավայրեր են, ուղիղ 2 ամիս է, մարտ ամսի սկզբից սկսած թիրախավորվում են, ընդ որում քաղաքացիական նշանակության ենթակառույցները, ասենք օրինակ Խնածախի մշակույթի տունը։ Բայց այդ մեկ դրվագով իրենք փորձում են այդ կեղծ խաղաղության միֆը քանդել իբր ընդդիմության ռևանշիստ լինելու պատրանքներով։ Եվ սա շատ վտանգավոր տեղ է տանում, որովհետև այո, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը արդեն չունի այդ պատրանքը, որ սրանք խաղաղություն են բերել, եւ տեսնում են, որ նույնիսկ Արցախի ամբողջական հայաթափումն ու բռնազավթումը չի բերում այդ թղթի կտորի ստորագրման։ Բայց այս վարչախումբը ամենանենգ միջոցին է դիմում։ Ասում է, քանի դեռ հասարակության մեջ կան ռևանշիստական ազգայնական խմբեր, քանի դեռ Արցախից եք խոսում ցեղասպանությունից, եթե պատերազմ սկսվեց, դուք եք մեղավորը, ոչ թե մենք։ Այո, շատ ճիշտ եք մեկնաբանում։ Իրադարձությունները ոչ մի զարմանալու բան չկա, ես չեմ զարմանա, որ մի օր ասեն ոստիկանությանը հանձնարարել ենք բոլոր ընդդիմադիրներին ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանին, որ հանկարծ բան չլինի, այսինքն նոր ագրեսիա չլինի, հետո բոլոր երեխաներին ձերբակալել հանձնել Ադրբեջանին, որ հանկարծ ագրեսիա չլինի, հետո բոլոր, չգիտեմ, մեր այս հաղորդումներն արկել են, երաժիշտներին, այո, հետո բոլոր ազգային տոներն արկել ենք, հետո այսպես, այսինքն սրանցից եթե հասնում են նրան, որ ասում են, որ դրոշը վառեցիք դրա համար գյուղի վերակրակեցին, այսինքն այդ դասական հիմարությունները շատ են եղել տարբեր տեսակի սրանց կողմից, բայց դասական հիմարության բանը սա նշանակում է, որ սրանք իրոք չունեն ոչինչ, լուծում չունեն, եթե իրանք ուժեղ լինեն, իրանց դիրքերն ուժեղ լինի, ընդհանրապես որևէ բան չեն անում, դե իրանք են շատ լավ հասկանում, հո ապուշ չեն վերջապես, շատ լավ հասկանում են, որ 2 ամիսա կրակում են, բա դրանից առաջ ինչի համար էին կրակում, ոչ դրոշ վառող կար, ոչ ցույցանող կար, ոչ միտինգանող կար, ոչ էլ քննադատող կար, ինչն է դրա համար, այսինքն սրանք ցանկացած իրավիճակ ներքին, արտաքին եւ Ադրբեջանին օգտագործում են ներսում լրացնելու, ճնշելու համար, Թուրքիային օգտագործում են ներսում իրանց իշխանությունը պահելու համար, ճնշելու համար, ընդդիմության ցանկացած գործողություն էլ որակում են որպես սադրանք, հրահրում եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ մենք ոչինչ պետքա չանենք, մեր ժողովրդին ասում են, տեղներդ հանգիստ նստեք, երբ որ ադրբեջանցին որոշի ձեզ կկրակի, երբ կուզենա չի կրակի, երբ կուզենա կգա ձեզ կկողոպտի, կթալանի, դուք ընդհանրապես պետքա ձեռներդ կդրեք, տեղներդ վեր ընկնեք ու բան անեք, այդպես հարմարվեք եղելություններին իրավիճակին։ Սա է, այսինքն իրանք մեր տարածքային ամբողջականության, մեր անվտանգության երաշխավորն են սահմանադրությամբ, չէ՞։ Ասում են դրոշը վառեցիք, դրա համար կրակեցին։ Այսինքն են ում տան վրա կրակել են, այդ տան բնակչին եւ շրջապատի բնակիչներին ասում են այնտեղ Երևանում մի քանի հոգի դրոշը վառել են, դրա համար ձեր տան ապակու վրա կրակել են, որ նայել նստի անիծի են դրոշը վառողի։ Նույնը ասում են կենցաղային մակարդակում, Շվանիձոր են գնում, ասում են երևանցիները ատամ են լվանում։ Եթե ատամ լվալու ընթացքում 5 վայրկյանով ջուրը փակեն, Շվանիձոր համայնքը ջուր կունենա։ Այսինքն այս ներքին թշնամանքը, այս ներքին ատելության միջավայրը, որի վրա իրանք կառուցված են, իրանք իշխանությունը հենց այդ ատելության վրա է կառուցված։ Հիշեք ինչպես էին մերժում հանրապետականին, ինչպես էին վերաբերում 2-3 տարի հանրապետականին, ինչ սոցցանցերում, ինչ այսպես ատելության եւ տոտալ ագրեսիվ հակակարողություններ գնում ամենակեղտոտ, ամենազզվելի, ամենազազրելի եղանակով, հենց իրանց կողմից հրահրվող։
Դա ինչի համար էր, այսինքն իրանց իշխանությունը, իրանց գոյությունը արդարացված էր ուրիշների նկատմամբ ատելություն սերմանելով։ Եթե անտիպոդը հանում ես, դա կբան չի մնում։ Պարտադիր պիտի անտիպոդ ստեղծես։ Որովհետև եթե այդ ատելությունը չկա, մարդիկ բաց աշկով sense նայելու են, տեսնեն, ասեն են նորմալ կարգին կառավարությանը խի մերժեցինք, այս փողոցից այս անգրագետներին անլվա բան անթերաշ անգրագետներին վերեցինք իշխանություն։ Պարոն Զաքարյան, մենք այդ անտիպոդը ունեցել ենք, այդ Հակոբյան, դա թշնամին է եղել եւ այդտեղ բացարձակ համազգային համաձայնություն ա եղել շատ չնչին բացառություններով, որոնք ռիսկ չէին անի օրը ցերեկով պնդելու, թե ասենք Արցախն Ադրբեջան է։ Բայց հիմա այդպիսիները շատացել են։ Ես չգիտեմ, նրանք տարիներ շարունակ ունեցել են այդ համոզմունքը, բայց վախեցել են բարձրաձայնելուց, թե մի հեղաբեկում է տեղի ունեցել, մի փոփոխություն է տեղի ունեցել, մի փողի ներհոսք է եղել, իրենք սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել, որովհետև երբ սրանք խոսում են իբր այլ պետության իրականում թշնամի եւ ցեղասպան պետության դրոշի անարգման անթույլատրելիության մասին, իմ աչքի առաջ գալիս է 23 թվականի հոկտեմբերին, թե ինչպես Իլհամ Ալիևը իր Պյուրոսյան հաղթական դափնեպսակով մտնում էր Արցախի նախագահական նստավայր եւ ցուցադրաբար անարգում էր Արցախի պետական դրոշը։ Մտնում էր Արցախի նախագահի աշխատասենյակ, պատուհանները լայն բացում ու ասում էր օթափողեք ստեղ հայերի օդը թող գնա։ Դրանից պիտի մեր 100,000-ավոր հայրենակիցները իրենց ստորացած ու նսեմացած զգային, ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշ հայրելուց։ Կարելի է տարբեր կերպ մոտենալ այդ գործողությանը։ Կարելի է չողջունել դա, բայց իմ նշած դեպքից անձնապես չվիրավորվել շատ դժվար է։ Դա ինձ օրինակ անձնապես ամենաշատ խոցած տեսարաններից մեկն է եղել։ Դավիթ ջան, այսօր էլ Ադրբեջանի դպրոցներում տարական դպրոցից սկսած միջին դպրոց, մինչև ավագ դպրոց հակահայկական քարոզչություն ա գնում։ Սովորեցնում են սպանել, սովորեցնում են հային սպանելը, դա նաև կրոնական առումով արդարացված է, մաթեմատիկայի խնդիրներում, քանի հայի գլուխ կտրվեց արդյունքում, այսպիսի խնդիրներ են տալիս։ Այս մասին մենք Ես հիշում եմ 2012 թվականին Եվրոնեստ խորհրդանական վեհաժողովը Բաքվում էր եւ մեր պատվիրակությունները ես ինքս էլ խոսել եմ հենց ելույթով հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ որտեղ նստած էին կրթության մշակույթի նախարարներն իրանց մարդու իրավունքների պաշտպան մեր պատվիրակություններ խոսել ենք փաստերով եւ դա գաղտնիք չի այսօր էլ շարունակվում է այսինքն Ադրբեջանը մեր խաղաղության Հայաստանի մի հետ խաղաղության որևէ, այսպես ասած, նշույլ անգամ չի ցուցադրում։ Սրանք խաղաղություն մասին են խոսում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է ոչ թե սրանք խաղաղությունն են ուզում։ Սրանք ժողովրդին խաբում են խաղաղության անվան տակ իրանց իշխանությունը երկարաձգելու համար։ Իրանց էլ խաղաղություն պետք չի։ Իրանց պետք չի խաղաղություն, այլապես իրանք հասած կլինեին։ Կամ էլ գոնե կվերկենանք, ասեն սիրելի ժողովուրդ, ներողություն, մենք չենք կարող, մենք շատ ենք ուզում խաղաղություն հաստատել, բայց չենք կարողանում։ Այնինչ դուք ասում եք, պարոն Զաքարյան, հրաշալի հասկանում են նաև Բաքվում։ Եվ շատ լավ գիտեն, որ սա աստվածային նվեր է իրենց համար այս իշխանությունը ամեն կերպ պիտի երկարաձգեն։ Միաժամանակ հիմա փորձենք, որքան էլ դա դժվար է, ադրբեջանական պերսպեկտիվով հասկանալ, թե իրենք ինչ պլաններ ունեն այս վարչախմբի հետ կապված, քանի որ Իմ տպավորությունն այն է, որ այս վարչախումբը արդեն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հովանավորությունից զրկվել է եւ Էրդողանն է մնում Փաշինյանի հիմնական հովանավորը, նա էլ շարունակաբար հայցում է Էրդողանի բարեհաճությունը եւ ողորմածությունը։ Բայց Ադրբեջանը, որը շատ ավելի կատեգորիկ է Հայաստանի հետ կապված հարցերում, քան նույնիսկ Թուրքիան, անիրագործելի պահանջ է դրել Փաշինյանի առջև։ Նա ոչ միայն հրաժարվում է այդ բարաթը տալուց 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որը Փաշինյանը կկարողանար ծախել ժողովրդի վրա իբրև խաղաղություն, այլև ասում է պիտի հանրաքվե անես։ Բաքվում հրաշալի գիտեն, որ Հայաստանում 650,000 կողմձայն Ալիևյան սահմանադրությունը նույնիսկ սարսափելի ընտրակեղծիքների դեպքում ուղղակի չի կարող հավաքել։ Ես ուզում եմ հասկանալ նրանց մոտիվացիան, պարոն Զաքարյան, որն է, իրենք լուրջ մտավախություն ունեն, պարզ է, որ Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել, որ ազգային իշխանություն կարող է գալ եւ որ իրենց համար դժվար է լինելու այդքան հեշտ կորզել զիջումներ, բայց միաժամանակ այդ անիրագործելի պահանջը, որ դրված է Փաշինյանի ու այս վարչախմբի առջև, իմ տպավորությունն այն է, որ Փաշինյանն էլ է ցուկ ցվանգի մեջ ու չգիտի առհասարակ այդ հանրաքվեի պահանջի հետ կապված ինչ անել։ Ամբողջ խնդիրը գիտեք որն է, Դավիթ ջան, որ այսօր Ադրբեջանի վիճակը իրականում նախանձելի չի։ Տնտեսական առումով, այո, տնտեսական առումով եւ արտաքին քաղաքական առումով եւ
նաև Ալիևի իշխանությունը պահելու առումով, այսինքն այնտեղ պայթյունավտանգ վիճակ է, եւ այդ ոնց որ ասացիք, այդ բյուրոսյան հաղթանակը դեռևս չի երաշխավորում Ալիևի իշխանության, այսպես ասած, անհոգ երկարաձգումը։ Բացի այդ Արցախի օկուպացիան, զավթումը Ադրբեջանի վրա նստել է պարտավորությունների մի մեծ շարք։ Օրինակ Իսրայելի նկատմամբ, Ուկրաինայի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ, Պակիստանի նկատմամբ, Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Եվ այս պարտավորությունները տերերը գալիս են հետևից։ Կարան օրինակ տերերից մեկը, այդ հաղթանակի տերերից մեկը գասի հարձակվի Հայաստանի վրա, այն մյուսը գասի չհարձակվեց Հայաստանի վրա։ Եվ այս անընդհատ այս գաշ-գշուկ իրավիճակը Ադրբեջանի համար գնալով վատանում է, գումարած դրան դե Թուրքիան էլ իր նկրտումներով հիմա Մերձավոր Արևելքում փորձում է իսլամական միավորում իր շուրջ իրականացնի եւ դրանով կարողանա այսպես Օսմանյան կայսրության վերականգնման որոշակի ուրվագծեր անի։ Ադրբեջանը այդտեղ կարևոր դերակատարություն ունի, բայց Ադրբեջանը էլ հասկանում որ ինքը ռուսական ընդհանուր ազդեցության գոտու դիրույթում է եւ շատ մեծ, այսպես ասած, ախորժակներ չի կարող ունենալ։ Մի կողմում ձգտումը դեպի թուրանական աշխարհը, մյուս կողմում Ռուսաստանի հետ հակադրություններ կարող են առաջանալ, Իրանի հետ հակադրություններ կարող են սրվել։ Այսինքն այս ամբողջ այս խնդիրների մեջ, եթե Հայաստանը ունենար ազգային իշխանություն, Ադրբեջանի քայքայումը մի քանի անգամ ավելի կարագացվի, հատկապես որ արհեստական պետությունը, հատկապես որ կան նաև ներսում խնդիրներ լեզգիների, թալիշների, ավարների եւ մյուսների հետ կապված։ Եվ ասիկ այս իրավիճակում այո, Ալիևին եւ Էրդողանին շատ է պետք, որ Նիկոլը լինի իշխանության, օդ ու ջրի պես պետք է։ Ալեն Սիմոնյանը այդքան չի շահագրգռված Նիկոլի վարչապետությամբ, քան ասենք Ալիևն ու Էրդողանը։ Հետևաբար Ալենը գուցե կուզենա, ասենք Նիկոլը գնա, որ իրանք մի քիչ թեթևանա, որտեղ իրանք էլ են հասկանում միջդավաճանական եւ ապազգային բեռի տակ են մտել ջահել վիճակում։ Իրանք էլ պետք է ապրեն, չէ՞, այդտեղ ոնց է լինելու։ Ապրեն, որ ես չգիտեմ։ Այդ ոնց է լինելու, այսինքն այդ ոնց են իրանք պատկերացնում էլ, այսինքն եթե մեր ամբողջ ժողովուրդը դավաճաններ են, հա իրանք հերոսի պես ապրելու են։ Բայց այդպես չի, մարդիկ աչքները բացում են եւ տեսնում են դավաճանված, խաբված, մեջքի հետևից խփված իրավիճակ ու ով արել, ԿՊՆ արել։ Ի վերջո այդ պատասխանատվության ժամը գալու է։ Հետևաբար այո, իրանք էլ ամեն ինչ անելու են, որ իշխանության մնան եւ Ալիևն ու Էրդողանը օգնելու են այդ հարցում։ Խաղաղության համաձայնագրի շուրջ ստեղծված այս էպոպեան, սահմանադրությունը փոխեք, հետո Մինսկի խումբը փակենք, հետո դրանից հետո բա 300,000 ադրբեջանցիներն էլ գան մի հատ էլ հələ տեսնենք, կարում ենք խաղաղություն սարքենք, հələ տեսնենք իրանք անվտանգ կարում են ձեր հասարակության մեջ ապրեն, բա իրանք գույքի իրավունքը, բա իրանք տուն են ունեցել տեղ, բա անվտանգության երաշխիքները, բա իրանք տեղ բիզնես պետք է անեն, ընտրության իրավունք պետք է ունենան։ Մի խոսքով, այսինքն այս սուտը, այս կեղծիքը, որ մտցրել են հասարակության մեջ իբրև խաղաղություն, հայ ժողովրդին մաշացնելու, քայքայելու եւ անընդհատ պարտության շուրջ, այսպես պտտացնելու եւ ուղակը սեղմելու անունի վերջնարդություն կունի։ Հետևաբար մեր ժողովուրդը պետք է հետևություն անի, այս կծիկը քանդելու լավագույն ձևը իշխանափոխությունն է։ Քաշում ես Ալիևի Էրդողանի հենարանը, քանդվում է ամբողջ հակահայկական սխեման։ Իդեպ Ալիևի հենարանների մասին դուք քիչ առաջ հիշեցրիք, եւ քանի որ հատկապես Իրանի վրա հնարավոր հարձակման նախապատրաստական փուլում է ամբողջ աշխարհը, համաշխարհային մամուլը անգամ ամսաթիվ էր մատնանշում, ապրիլի վերջ, բայց հիմա արդեն խոսում են, որ մի քանի ամսով առնվազն մինչև աշուն հետաձգվել է դա, քանի որ Թրամփի վարչակազմում գերակշռել է մյուս կարծիքը, որ պետք է այս պահին դերվեց որոշակի դադար վերցնել։ Բայց հատկապես երկու փայատերի անուն նշեցիք շատ կարևոր՝ Իսրայել եւ Մեծ Բրիտանիա, որոնք ամենաուժեղ հակաիրանյան եւ ռոպագանդան եւ ուղղակի ռեալ պոլիտիկն են իրականացնում ամբողջ աշխարհում, շատ ավելի քան նույնիսկ Միացյալ Նահանգները։
Կարելի է ենթադրել, պարոն Զաքարյան, որ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ ռազմատեխնիկական, հետախուզական, դիվանագիտական, քարոզչական օգնության գինը Ադրբեջանի համար կարող է լինել հակաիրանյան պլացդարմ դառնալը, եւ Ադրբեջանն էլ Ալիևն էլ այդքան միամիտ չէ, որ հեշտությամբ գնա այդ զիջմանը, քանի որ Իրանի հետ ուղակի թշնամանքն էլ Ադրբեջանը կարող է ներսից քանդել պարզապես, եւ Ալիևը իրոք շատ ծանր վիճակում է։ Բնականաբար Ալիևը հարցնում է, իսկ որն է իմ օգուտը տեղ։ Իրան ասում են, որ մենք քեզ հնարավորություն կտանք միավորվել հարավային Ադրբեջանի, այսպես կոչված, էլի, իրանական Ադրբեջանի հետ։ Ես այդպես եմ կարծում, հստակ աղբյուր չեմ կարող ասել, թե որ աղբյուրներում են դա բան, բայց այնուամենայնիվ Ադրբեջանին նաև այդ հակաիրանյան կոալիցիային ներգրավելու տարբերակը, բացի այդ նաև որոշակի գործընթացներ հուշում է Իրանի գործողություններից, որ նրանք ըստ էության այնուամենայնիվ չեն վստահում Ադրբեջանին։ Հիմա Փեզեշքյանը Բաքու գնում է հավանաբար ինչ-որ ստուգումներ անելու, համոզվելու, հասկանալու։ Բնականաբար, որովհետև Բաքու գնալու է նաև Նաթանյահուն, Իսրայելի վարչապետը։ Սկսվել է նաև արդեն Հնդկաստանի եւ Պակիստանի միջև Քաշմիրի շրջանում ռազմական բախումները, այսինքն այս տարածաշրջանը, որը որ ապահովում է Չինաստանի շուկայի կապը արևմուտքի, այսինքն եվրոպական շուկայի հետ, այս տարածաշրջանում անընդհատ սպասվում են բախումներ, բոլոր կոնֆլիկտոգեն տարածքները, որոնք որ ըստ էության հանգուցային տարածքներ են ծովային կամ ցամաքային կամ երկաթգծային ճանապարհների բանի համար, գտնվում են բախումնային իրավիճակներում։ Ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը։ Հյուսիս-հարավ ճանապարհը ռազմավարական իմաստով Հայաստանի Հանրապետության երկարաժամկետի փրկությունն է։ Փրկություն եւ տնտեսական իմաստով, եւ անվտանգային իմաստով։ Որտեղ Իրանը կապելով Ռուսաստանի հետ, Վրաստանի միջոցով Ռուսաստանին էլ հնարավորություն է տալիս ռազմավարական իմաստով ամրացնել եւ ուժեղացնել շահերը, հետաքրքրությունները տարածաշրջանում, Իրանին հնարավորություն է տալիս երաշխավորել դեպի ցամաքային ճանապարհով դեպի աշխարհ հյուսիսային ելքը եւ նաև անվտանգային որոշակի լուծումներ ու երաշխիքներ ստանում Հայաստանի Հանրապետության ամբողջությունի համար եւ դրանով հնարավոր է լինում հակադրել միջին միջանցք հասկացությանը, որը ըստ էության Հայաստանը Սյունիքի միջով կտրող միջանցքն է։ Կամ էլ պետքա գնալ հասնել նրան, որ այդ ճանապարհը որևէ կերպ չանցնի Սյունիքով, այլ անցնի ավելի բարձր Հայաստանի հյուսիսային հատվածով, օրինակ ասենք Իջևանի հատվածից ամբողջ Սևանի ավազանով կտրելով գնա այլ տեղով միանա Թուրքիային կամ Նախիջևանին, Երևանի հանգույցով։ Այսինքն, որպեսզի հնարավոր լինի ապահովագրել Հայաստան-Իրան անխափան կապը։ Այլապես Ադրբեջան եւ Թուրքիայի ամբողջ նպատակը այդ կապը կտրելն է։ Եվ ոչ միայն կտրելը, այլ թուրքական աշխարհի միավորում իրականացնելը ճանապարհների եւ կոմունիկացիաների անվան տակ։ Չինաստանն ինչպես է նայում այդ խնդրին, Չինաստանը պատրաստվել է առևտրային խոշոր պատերազմի, Չինաստանը շատ լավ հասկանում է իր ամբողջ հզորությունը տնտեսության արտահանման եւ արտադրողականության ապահովման մեջ է։ Եվ որպեսզի կարողանա այդ ամբողջին դիմակայել, մնացած բոլոր խնդիրները դառնում են փոքր խնդիրներ։ Պետք լինի Հայաստանի միջոցով այդ խնդիրը կլուծի, պետք լինի Ադրբեջանի միջոցով կլուծի, մեծ հաշվով նշանակություն չունի։ Այստեղ շատ չորը հաշվարկներ, ռեալ պոլիտիկի սկզբունքով գործողություններ են, հետևաբար մեզ պետք են ոչ թե Ալեն Սիմոնյաններ, Արարատ Միրզոյաններ եւ դրանց նման, չգիտեմ, Կոնջորյաններ կամ Ալեքսանյաններ, եսիմ ովքեր, մեզ պետք են ազգային օրակարգով առաջնորդվող ուժեր, որոնք 3 գլխավոր խնդիր կարողանան շատ արագ լուծել։ Այն ինչ որ հանրապետության 3-րդ նախագահը
մեր կուսակցության 35-ամյա հոբելյանական նիստում հնչեցրեց համերաշխություն ներ հանրապետական եւ ընդհանուր առմամբ համազգային համերաշխություն նաեւ Սփյուռքը ներառյալ դիվանագիտական շատ պրոֆեսիոնալ եւ ամուր բազա հիմքեր եւ արտաքին հարաբերությունների ամբողջական բազայի վերաթարմացում restart այսպես եթե ասենք եւ ուժային գործոնը, այսինքն անվտանգային գործոնը հենված նաեւ մեր կարողությունների մարտունակության եւ պրոֆեսիոնալիզմի հմտությունների բարձրացման վրա, որովհետեւ մենք կարողանանք առաջիկա տարիներին տեղի ունեցող զարգացումներում դիմակայուն լինել, մրցունակ լինել, խելացի լինել, խաղաղ լինել, անվտանգ լինել։ Դուք քիչ առաջ երկրների շատ լինել նաեւ շատ կարեւոր է լինելը առհասարակ լինել, հետո արդեն մնացած բաղադրիչները։ Այո, այդ որ ասել, բայց այդ լինելու համար պետք է եւ խելք, եւ անվտանգություն, եւ խաղաղություն, եւ կոմունիկացիա, եւ ամեն ինչ։ Իսկ դրա համար պետք է ազգային եւ պրոֆեսիոնալ իշխանություն։ Նախ դա, հետո արդեն պետք են դաշնակիցներ, որոնց մենք կորցրել ենք եւ դրա համար restart արտաքին հարաբերությունների restart։ Հիմա Պարոն Զաքարյան, որ թվարկեցիք մի քանի կարևոր երկրներ եւ գերտերություններ եւ տարածաշրջանային տերություններ։ Դրանցից 3-4-ը եթե առանձնացնենք, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, միգուցե նաեւ Հնդկաստանը, որոնց բոլորի հետ հատկապես այս իրավիճակում վերջին 7-8 ամսվա զարգացումները հաշվի առնելով մենք ուղղակի բնական շահեր ունենք։ Բայց այս վարչախմբի գործունեությանը, գործողություններին հետևելով ին տպավորությունը հետևյալն է։ Այս վարչախումբը ոչ միայն մեր բնական շահերն է այս երկրների հետ անտեսում, մեր շահերից բխող իրենց հայցերն ու խնդրանքներն է մերժում, օրինակ Իրանի։ Եվ զարմանալի է նույնիսկ, որ շաբաթներ առաջ ի վերջո մի համատեղ զորավարժություն եղավ Հայաստանի հարավային հատվածում։ Այլ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշման, այսպես ասենք, կանոնադրական փաթեթը տվել է Թուրքիային։ Ուզում եմ հիշեցնել, որ մոտ 1 տարի առաջ Թուրքիայի խնդրանքով Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, օրինակ։ Եվ երբ Արարատ Միրզոյանը չի գնում ԱՊՀ պետությունների արտգործնախարարների համաժողովին, ոչինչ չտվեց, ընդհանրապես Թուրքիան շնորհակալություն հայտնեց Հայաստանին։ Բայց Արարատ Միրզոյանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների համաժողով գնալու փոխարեն գնում է Անտալիայի դիվանագիտական ֆորում, հանդիպում է Հական Ֆիդանի հետ, որոշ տվյալներով իր նախկին գործատու։ Եվ հետո ասում է մերձավոր արևելյան հարցերում Հայաստանը եւ Թուրքիան ունեն մոտ դիրքորոշումներ։ Դա օրինակ Սիրիան է, որտեղ մենք ունենք հոցաթիվ հայկական համայնք, որը ուղղակի էգզիստենցիալ ճգնաժամի մեջ է հիմա, ամեն պահի կարող է վերածվել պրոթուրքական ուժերի այնտեղ իշխանության գալու հանգամանքով պայմանավորված։ Կամ օրինակ Պաղեստինի ճանաչումը ուղղակիորեն Թուրքիայի արտգործնախարարության կամ նախագահական ռեզիդենցիայի հորդորով եւ խնդրանքով։ Եվ իմ տպավորությունն այն է, որ այս վարչախումբը ոչ միայն ամեն ինչ անում է ի հեճուկս մեր դաշնակիցների եւ մեր համընկնող շահերի, հատվող զուգահեռների, այլ անում է ուղղակիորեն Թուրքիայի պահանջ պարտադրանքով, այսինքն Թուրքիան սահմանում է առաջնահերթությունների օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը գնում է ըստ կամ այս վարչախումբը, ցավոք սրտի մեր երկիրը տանում է ըստ այդ մեթոդական ձեռնարկի։ Այո, այդպես էլ կա, ինչպես կվարվեր Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանը Հայաստանում։ Այս իրավիճակում նույն կերպ վարվում են այս իշխանությունները։ Վարվել են 2018 թվականից սկսած, նոր չի։ Այն ժամանակ էլ դա երևում էր, բայց անհավատալի էր, չէին հավատում մարդիկ։ Այն ժամանակ ասում էին ապիկար են։ Հետո պիտի պարզվեր, որ դրանք համակարգված ու հետևողական գործողություններ են։ Հավատում, ինչի չէին հավատում։ Նախ որ ասողը մենք էինք, մեզ ասում էին դուք մերժված եք, դուք մի խոսեք։ Երկրորդը որ ոնց կարող ասենք մենք ազգային հեղափոխություն ենք արել, բերել ենք շատ սիրելի մարդկանց, ոնց կարող են իրանք Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը տանեն։ Թո պատերազմ եղավ։ Էլի ասում էինք որ լինելու է, էլի չէին հավատում։ Եղավ, կորցրեց, միտումնավոր պարտվեց, միտումնավոր հանձնեց։ Էլի չէին հավատում որ ինչի եմ սա ասում վստահ, որտեվ եթե ամեն ինչ նորմալ լիներ 21 թվականին չէին գնա, նույնիսկ Ալիևը չէ զարմացավ, ասաց մենք հույս չունենք որ 21 թվականին Նիկոլին կընտրեն։ Դե ժողովուրդ, քանի որ ընտրել եք, ընդունեք մնացած բոլոր նաև հարվածները եւ
խոցելի ու ցավալի։ Ամեն ինչ պետք է անել, որ այս անգամ չընտրեն, այս անգամ նրանց խորհրդանում ներկայացված։ Ես ունեմ, որ այս անգամ չեն ընտրի եւ այս անգամ գոնե པարզ աչքերով կտեսնեն, կհասկանան վերջապես մարդիկ, որ գործ ունեն դասական հայկական տեսանկյունից նայելով դավաճանության հետ, թուրքական, ադրբեջանական տեսանկյունից նայելով ներդրված քաղաքականության հետ։ Հետևաբար պետք է այստեղից հետևություն անել, որն է դրա լուծումը, փառք Աստծո, ընդդիմությունը կա, իհարկե բազմաշերտ է, տարատեսակ է, նոր, հին, փորձառու, անփորձ, ճանաչելի, անճանաչելի, անվստահելի, ամեն տեսակ երևույթներ ընդդիմության մեջ հիմական, բայց ազգային ուժերն էլ կան։ Ազգային ուժերն էլ կան եւ նրանց ձայնը ամենաբարձրն է հնչում, նրանց սիրտը կարծես թե ամենաշատն է ցավում այս իրավիճակի համար եւ նրանց խոսույթի մեջ լուծումներն ավելի շատ են երևում։ Հետևաբար մեր ժողովուրդը պետք է հետևություններ անի։ Լուծումները միգուցե եւ երևում են, պարոն Զաքարյան, բայց իշխանապողության մոդելը, մեթոդը դեռևս հստակ չէ հավաքական ընդդիմության համար։ Այնպես ինչպես հստակ չէր 21 թվականի մարտ ամսին։ Ի վերջո որոշվեց գնալ արտահերթ ընտրության եւ ընդդիմադիր բոլոր դերակատարները մտան այդ գործընթացի մեջ, բայց մինչև 26 թիվ ավելի քան 1 տարի կա, շատ ծանր զարգացումներ կարող են լինել եւ մեր երկրի հետ կապված եւ տարածաշրջանում քիչ առաջ խոսեցինք օրինակ Իրան-Իսրայել ուղղակի բախման եւ Ադրբեջանի այդ հնարավորությունից օգտվելու եւ Հայաստանի վրա հարձակվելու հավանականության մասին։ Հետևաբար միգուցե եւ ընտրական մեթոդը իշխանապողության կարելի է դիտարկել, բայց ոչ ամենաառաջնահերթը։ Հաշվի առնելով հատկապես, թե ում են սրանք կարգել նախագահ, ինչպես են կազմակերպում ընտրությունները, ինչպես են Հայաստանի տասնյակ համայնքներում Շիրակից մինչև Սյունիք տապալել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ընդդիմադիր համայնքապետերի պաշտոնավարումը, կալանավորել նրանց, անասնագողություն արել նրանց խմբակցություններից, այսինքն ամեն ինչ մենք տեսել ենք եւ մենք համոզվել ենք, որ այս վարչախումբը պատրաստ է նույնիսկ արյան գնով պահելու իր իշխանությունը ամենափոքր գյուղում էլ, չեմ ասում հանրապետություն։ Հիմա ես մշտապես հիմա էլ թերահավատորեն են վերաբերվում ընտրական համակարգին առհասարակ։ Այն Հայաստանում ունեցել է իր ավանդական թերությունները, սկսած դեռևս 90-ականներից շարունակաբար կատարելագործվել է, հիմա հասել է իր ապոգեին, իր բարձրակետին է հասել։ Իհարկե դա դիտարկում են որպես իշխանապողության տարբերակ, բայց ոչ առաջնայինը։ Խնդրում եմ ասեք, պարոն Զաքարյան, եւ ձեր եւ ընդհանուր առմամբ ձեր կարծիքով ընդդիմության հավաքական մոտեցումը որը պիտի լինի, սկսած իմպիչմենտից մինչև ընտրություններ, ինչպես պիտի հեռացվի Փաշինյանի իշխանությունից եւ ինչպես պիտի ձևավորվի նոր իշխանությունը։ Դուք շատ ճիշտ նշեցիք, Դավիթ, իմպիչմենտից մինչև ընտրություն, հաջորդաբար, հաջորդականությամբ։ Իրեք, որտեվ այո, 1 տարին, 1.5 տարին բավական երկար ժամանակ է, այդ ընթացքում ինչ ասեք կարող է տեղի ունենալ մեր հետ։ Որևէ մեկը այդ ժամանակ չէր կարող այսպես ճշգրտորեն ասել, որ կարող է մի շաբաթում Արցախ ամբողջությամբ բռնի տեղը հանվի։ Այդ մի շաբաթում եւ պատերազմ լինի եւ բռնի տեղահանման սցենար եւ աշխարհն էլ մեզ խափի, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Եղավ են ինչ որ եղավ։ Հետեւաբար 1.5 տարին շատ երկար ժամանակ է ու պետք է փորձել բոլոր հնարավոր տարբերակները, բայց այն տարբերակները, որոնք լեգիտիմ են։ Լեգիտիմ մենք ունենք շատ տարբերակ չունենք։ Ունենք անվստահություն հայտնելու տարբերակը, որը պետք է սկիզբ առնի ընդդիմադիր խմբակցություններից, ընդդիմադիր պատգամավորներից եւ փորձի տարածել նաեւ ԿՊԱ-ական պատգամավորների շրջանակներում։ Եթե process-ը հաջող գնաց, ընթացքից արդեն նաեւ անհրաժեշտ է լինելու մեր ժողովրդի, այո, լայն մասնակցությունը, ներգրավվածությունը, հանրային ճնշումը։ Դա շատ կարևոր է, դա Նիկոլենց համար էլ է կարևոր, այդ հանրային ճնշումը։ Երկրորդը տարբերակ արտահերթ ընտրություններն են, որը այս պահի չի երևում, արտահերթ ընդդիմություն չի կարող նախաձեռնել։ Ինչքան էլ ասում են մանդատները դրեք արտահերթ ընտրություն կլինի, ոչ։ Արտահերթ ընտրություն կարա գնա իշխանությունը։ Եթե Նիկոլ հրաժարական տա, ես վստահ եմ ընդդիմությունը թեկնածու կառաջարկի։ Թույլ չի տա, որ էլի արտահերթ ընտրության ճանապարհով գնա։ Իր մտավախությունը դա է։ Այո, իր մտավախությունն էլ դա է։ Ես մեկ այլ մտավախություն եմ տեսնում իրենց շրջանակից եկող պարոն Զաքարյան։ Իրենք աչքի առջև ունեն 18 թվականի ապրիլ-մայիս ամիսները,
եւ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն երկու շաբաթը, երբ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար էր, եւ այդ խառնակ իրավիճակում հրաշալի հիշում ենք բոլորս էլ, անցել ենք այդ ամենի միջով, որ կենտրոնացված իշխանություն չկար։ Ուժային կառույցները չէին ենթարկվում վարչապետի պաշտոնակատարին։ Իդեպ ես երբ սա խոսում է օրինակ սահմանադրության մասին, շարունակաբար հիշեցնում եմ, որ այդ ինչ հրաշքով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը եկավ վարչապետի պաշտոնակատար, բայց ինքը երկու անգամ հրաժարական է տվել, երկու անգամ էլ ինքն է մնացել վարչապետի պաշտոնակատար, այսինքն սահմանադրական կարգ տապալողը ինքն է նախ եւ առաջ։ Բայց ես իր խմբակցության անդամների ճեպազրույցները, հարցազրույցները լսելով տեսնում եմ, որ իրենք մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրության գնալու դեպքում այդ երկու շաբաթվա ինկուբացիոն շրջան իրեն կարող է չհաղթարեն, քանի որ ուժայինները իրենց չեն լսի ուղղակի։ Հենց որ հրաժարական եղավ լինելու անդիմության տեխնացուն, իրանք նորից չի կարողանալ ասի չէ հրաժարականս փոշմանում եմ, հետևես կամ այլ տեխնացու առաջարկեն իրենք։ Այնուամենայնիվ շատ ռիսկային է, հետեւաբար արտահերթ ընտրություն հասկացությունը եւս կարելի է։ Իսկ պալատական հեղաշրջում հնարավոր է հենց իրենց շարքել։ Չեմ կարծում, չնայած իրանց մեջ էլ տարբեր, այսպես ասած, ուսումնասիրությունները եւ խուլ կա իրենց շարքերում։ Ցույց են տալիս եւ արդեն կարելի է համոզված ասել, որ շատ խուլ դժգոհություն կա իշխանության ներսում, մուճակերտավոր իշխանություն, հա, մեղք է իշխանություն ասելն իրանց կառավարիչների ներսում շատ խուլ դժգոհություն կա, շատերը շատ լավ հասկանում են, ասում են լավ Նիկոլը վաղը գնաց, Նիկոլին տարան, կտանեն անվտանգության իրակ ապահովեն։ Մենք ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Սովորական խանութ գնալու խնդիր են ունենալու շատերը։ Այն նրանք, ովքեր որ տենց կոպիտ ասած համը հանել են բոլոր տարբերակներով, ասենք կրծքով պաշտպանելով Արցախի հանձնումը եւ մնացած բոլոր մեղմ ասած սրիկայությունները։ Հետևաբար իրանք էլ են հասկանում, որ սա բանն է արդեն եզրագծին են արդեն մոտենում։ Եվ մյուս տարբերակը ընտրություններն են։ Սրանց կազմակերպած։ Իրանց կազմակերպած հերթական ընտրությունները 26 թվականի իրանք ես կարծում եմ իրանց սցենարը, իրանց համար լավագույն սցենարը դա է, որովհետև 26 թվականին իրանք հույսեր ունեն, որ վերջը ամբողջ վարչական ռեսուրսն իրանց ձեռնա ամեն ինչով կարող են բան անել, հա։ Լավ, բայց Գյումրին ցույց տվեց, չէ՞, որոշակի սրբագրումներ պիտի մտցնի։ Այո, Գյումրին ցույց տվեց, բայց դրանից առաջ Վանաձորում էլ էին պարտվել, Վալավերդիում էլ էին պարտվել, Գորիսում էլ են պարտվել, ամենտեղ էլ պարտվել են, բայց դա չի խանգարում իրենց իշխանություն ունենալ։ Ես չեմ ասում, թե ընտրություններով անհնար է ընդհանրապես, չէ, բայց ընտրություններով շատ մեծ է նաև իրան շանսը։ Հրաժարականի պարտադրանքը չեք դիտարկում որպես տարբերակ։ Հրաժարականի պարտադրանքը դա անվստահության հայտնելու գործընթացի ելքերից մեկը կարա լինի, երբ որ հանրային ճնշումով պարտադրվի հրաժարական։ Ոչ թե խորհրդարանում սկսեն իմպիչմենտ, այլ այնպես ինչպես 18 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի 3 շարժումներն էլ դրա մասին էին, հա, հայրենիքի փրկության շարժումները հրաժարականի պարտադրանք։ Դե չի գրում, մարդը հրաժարականի դիմում չի գրում։ Դիմադրության շարժումն էր Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումն էր հրաժարականի պահանջ, բայց ակնհայտ է, չէ, որ ինքը 500,000 մարդ էլ դուրս գա փողոց, եթե իրավական գործընթաց չգնաց, ինքը իրանով հրաժարական չի տալու։ Եվ իրանց հիմնական միակ խնդիր ունեն իրանք իշխանությունը պահել, վերարտադրվել եւ այսօր պահել եւ 26 թվականից հետո պահել։ Բայց ես այլ բան եմ զգում, պարոն Զաքարյան, որքան էլ այո, նույնիսկ 100,000-ավոր մարդկանց կոչին ինքը չի հնազանդվի, բայց նա կենթանական վախ ունի ժողովրդական ցասումից։ Դա ակնհայտորեն երևում է։ Եվ ինձ թվում է մի որոշակի փուլում նույնիսկ պիտի գերադասի որոշակի անվտանգության երաշխիքներով հրաժարական տալը եւ հեռանալը, հակառակ դեպքում ուղղակի հետևանքները կարող են կանխատեսել։ Ումից ստանա անվտանգության երաշխիք։ Դե օրինակ Թուրքիան անցած տարի առաջարկում էր Սրբազան շարժման վճռական օրերին։ Ասում էր մի հատուկ զորախումբ ուղարկենք, թող ապահովի Հայաստանի վարչապետի անվտանգությունը։ Այդ բանը չէ, անվտանգային երաշխիք, այսինքն իր հեռանալու համար իշխանափոխության գործընթացը հնարավորինս անցնցում անելու համար։ Ով է այն մարդը, որ կարա իրան անվտանգային երաշխիքներ տա։
եթե ժողովրդի ցասման մասին ենք խոսում։ Որտեղ այդ ցասումը կարա այդ երաշխիք տվողին էլ սրբի տանի։ Իրան երաշխիք մենակ դրսից կարան տան։ Եվ տանեն։ Դե բացի Թուրքիայից ես այլ պետություն հիմա ես Ռուսաստանը չեմ դիտարկում, Միացյալ Նահանգները չեմ։ Ես չգիտեմ որը, ես անկեղծ չեմ կարող ասեմ որ մեկը, բայց ներսում էլ է շատ դժվար բանան։ Իրավական իհարկե իրավական համակարգը պետք է աշխատի եւ չի կարելի թույլ տալ որ ինքնիրավչությունը ինչ որ մի ժամանակ հետո չնայած այսօր Փարքաստու դրա բանը չկա դեռ բայց եթե Աստված մի արասցե գա դրան, որ ամեն կերպ չի կարելի թույլ տալ դա պետության շատ մեծ քաոսի առաջ է կանացնելու, պետությանն էլ հասարակության ընդհանրապես կառավարման ճգնաժամի առաջ են կանելու։ Ամենապրիմիտիվ կառավարման, տեղական համայնքային կառավարումն էլ է կանգնելու խորը ճգնաժամի առաջ, այսինքն քանդվելու են բոլոր իշխանության ուղղաձիգը ամբողջությամբ քանդվելու է։ Դու բաժանարար գծերը խորանալու են հասարակության մեջ, շատ ծանր տեղ տանելու, դա պետք չի իհարկե։ Հետևաբար իրանք էլ հենց նույն ԿՊ-ն պետք է այս ամբողջի մասին մտածի, հասկանա, որ չհասցնի նրան, որ ձեր ասած ցասումը հանկարծ այսպես արդեն բանանի ոտքի կանի։ Կարծում եմ, որ պետք է փորձել եւ անվստահություն հայտնելու ճանապարհը Եթե մինչև 26 թվական դա չի հաջողվում, բնականաբար արդեն ընտրությունները մնում են միակ տարբերակ։ Ես շատ ԿՊ-ականների վարքը եւ խոսքը դիտարկելով տպավորություն եմ ստանում, որ նրանք ելքի ռազմավարություն են փնտրում, այնինչ կոչվում է exit strategy։ Իրենց աչքի առջև ունենալով Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի տխուր փորձը։ Եվ այո, շատ լավ հասկանում են, որ նրանց բացարձակ մեծամասնությունը մնալու է այդ կոտրած տաշտակի առաջ, այսինքն իրենք հետո ստիպված են լինելու մարդամեջ դուրս գալի եւ հիմնավորել թե ինչու են պաշտպանում այս վարչախմբին։ Միգուցե այդտեղ ընդդիմության աշխատանքը բավականաչափ հետեւողական չի։ Սկսած իդեպ 22 թվականից, 22 թվականի օգոստոսից, երբ կարելի էր անվստահության գործընթաց նախաձեռնել, բայց դա չի արվել նույնիսկ ժողովրդական ցասման պիկերի ժամանակ, ասենք 22 թվականի սեպտեմբեր 14-ի այն հսկայական հուժկու եւ շատ բարձր էներգետիկայով հանրահավաքում ջերմուկյան պատերազմի երկրորդ օրը, որից հետո իդեպ այդ պատերազմը դադարեց։ Այդ հանրահավաքը տեսնելով հավանաբար Ադրբեջանը նաեւ որոշակի մտավախություն ունեցավ, որ Հայաստանում շատ արագ իշխանափոխություն կարող է զարգանալ։ Եվ իհարկե 24 թվականի մայիսի 9-ը, որը շատ ավելի բազմամարդ էր, քան նույնիսկ Փաշինյանի ամենաբազմամարդ հանրահավաքը, Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հենց։ Ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, այլ նրա հրաժարականից հետո հանրահավաքը։ Դա էլ է շատ կարևոր տարբերություն։ Միգուցե այդտեղ աշխատանք չի տարվել ԿՊ-ականների հետ, քանի որ ես երբեմն նույնիսկ տպավորություն եմ ստանում, պարոն Զաքարյան, որ իրենք ազդակների են սպասում։ Այդ ազդակները իրենք չեն ստանում կամ լավ մշակված չեն ստանում։ Պարզ է, որ պետք չի հրապարակայնորեն այդ ազդակները հղել, բայց նրանց հետ պետք է աշխատել, որտեվ ԿՊ խմբակցությունը այս վարչախմբի հենարանն է, տրոհես այդ խմբակցությունը կփլուզվի այս իշխանությունը։ Տեսեք, քանի որ իրավական գործընթաց չի եղել, օրինակ ասենք, նույն Սրբազանի շարժման ժամանակ գործը չի հասել անվստահության հայտնելուն։ Ըստ էության մենք էլ մտածում էինք, որ հենց այդ ճանապարհով էլ կգնա, բայց տարօրինակ ձևով չգնաց այդ ճանապարհով։ Եվ հետեւաբար ինչին պետք է սպասեն։ Այո, ես էլ կարծում եմ, որ ԿՊ-ում էլ կան падգամավորներ, որոնք պատրաստ կլինեն դուրս գալ բանակցությունների, դուրս գալ ինչ որ հասկանալու, թե process-ը ոնց կարելի է այնպես շատ սահուն կերպով, հա, առանց ցնցումների տանել։ Բայց process-ը պետք է իրավական հունի մեջ մտնի, այսինքն նույն այդ impeachment-ի գործընթացը պետք է սկսվի, մարդիկ հասկանան ով է տեխնացուն, ով է հետեւաբար տեխնացուի շուրջ որոշակիություն վերջո կլինի, ով է հետեւաբար երաշխավորելու։ Ընդդիմության ներսում հնարավոր կլինի հասնել մեկ տեխնացուի շուրջ պայմանավորվածության։ Կարծում եմ, որ այո, մեր պարագայում մենք խնդիր չունենք։ Խնդիր չունենք որևէ այլ տեխնացուի, ոչ ձեր տեխնացուի։ Այո, մենք չենք, այսպես ասած, մարտնչում որևէ տեխնացուի համար։ Մենք պայքարում ենք այս իշխանություններից ազատվելու եւ ազգային օրակարգ բերելու համար։ Չի նշանակում, որ Նիկոլից ազատվենք, ավելի վատին բերենք, չէ, դրա մասին չի իմ ասած։
մենք ցանկացած ազգային օրակարգին հետևող ցանկացած լիդեր, հատկապես որ դա լինելու է ժամանակավոր կառավարության վարչապետ, մինչև հաջորդ ընտրություն։ Իսկ հաջորդ ընտրությունը այսպես թե այնպես հեռու չի, մոտ է։ Հետևաբար այս փուլում գլխավոր խնդիրը այս իշխանությունից ազատվել, երկիրը վերադարձնել նորմալ բնականon համերաշխ փուլ, անվտանգության երաշխիքներ ստանալ եւ խաղաղության համար նվազագույն հիմքերը կառուցել, որ Ադրբեջանի կրակոցներն էլ ընդհանրապես չլինουν, ընդհանրապես Ադրբեջանի մտքով անգամ չանցնի բան անել, ձևավորել նոր ընտրություններով նորմալ ազգային իշխանություն, ես հուսով եմ, որ մեր հասարակությունը այս անգամ ոչ թե լավ ընտրություն կանի, պատասխանատու ընտրություն կանի։ 18 թվականին եւ 21 թվականին ես չեմ զլանա եւ ամենայն վստահությամբ կասեմ առանց երկմտելու մեր ժողովուրդը կատարել է անպատասխանատու ընտրություն։ Սիրելով են ընտրել, ուրիշին ատելով են գնացել ընտրել, 21-ին արդեն մեծամասնությունը չէր իդեպ։ Մեկին ինադու են ընտրել, դրանք անպատասխանատու տարբերակներ են։ 21 թվին մեծ մասը անպատասխանատու է մոտեցել այդ ընտրությանը, որովհետև չի գնացել ընտրության։ Սա շատ կարևոր է։ Դա էլ է շատ վատ բան։ Ընտրելու իրավունք ունեցողների 26%-ն է ընտրել ընդհանրապես Փաշինյանին 21 թվին։ Այո, դու 18 թվականի դեկտեմբերի 9-ին էլ անպատասխանատու ընտրություն։ Այլ պատմություն է, այո։ Որտեւ ինչ ոչ մեկին չեն ճանաչում, մի հատ Նիկոլ են ճանաչում, են էլ փողոցում, են էլ ոչ մի ծրագիր իրանց չի առաջարկել բացի ատելություն ուրիշների նկատմամբ ատելություն սերմանելուց, ու սենց բանի նման, ամբողի նման լծվել ընտրատեղամասներ ու հույս ունենալ, որ լավ է լինելու, ես ուղղակի կարելի ասել մեր խելացի, խելամիտ իմաստուն ժողովրդին չէի ճանաչում, ասում եմ, ես ինչ են դարձրել մեր ժողովրդին, այս տեխնոլոգիաները։ Հիմա արդեն երբ որ մարդկանց աչքերի մեջ նայում ես, հասկանում ես, տեսնում ես այդ ոնց ասեմ, այն հուսալքվածության, խաբվածության, ափսոսանքի այն բոլոր նշույլները մարդկանց աչքերում երևում։ Ես մի կարևոր Աչքերը չեն խաբում մարդը կարա խաբի, ասի, բան Նիկոլը լավն է, բայց աչքերի մեջ նայում ես, տեսնում ես, որ այդ մարդու աչքերը ուրիշ բանի մասին ասում։ Մի կարևոր մարտահրավեր էլ կա, որ անհրաժեշտ է հաղթահարել ենթադրյալ իշխանափոխության փուլում, պարոն Զաքարյան, դա էլ քննարկենք, ընդ որում սա հաճախ թերագնահատվում է, բայց մեր աչքի առջև ունենք հենց 18 թվականի փորձը։ 18 թվականի այդ խառնակ օրերին, ապրիլ 23-ից մինչև մայիսի 8 Նախիջևանյան ուղղությամբ թշնամին էական առաջխաղացում ունեցավ։ Այն ժամանակ ԿՊԱ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը հերքում էր դա ամբիոնից։ Ուղիղ 2 ամիս անց Արմենիա հեռուստալիքի ուղիղ եթերում 18 իուլիսին ընդունեց, որ դա այդպես է, ավելին այդ զորամիավորման հրամանատար Արտակ Դավթյանը նշանակվեց գլխավոր շտաբի պետ։ Փոխանակ ճիշտ հակառակը պատժվեր անգործության համար։ Եվ մեկ էլ ուզում եմ հիշեցնել 21 թվականի հունվար-փետրվարը, երբ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն արեց, որից հետո, երբ հետևողական չեղան ու չգնացին այդ հայտարարության հետքերով, այդ ավելի քան 40 գեներալներն ու գնդապետները տարբեր մասնավոր զրույցներում, վստահ եմ նաև ձեզ հետ, օրինակ ինձ մի քանիսը այդպես ասել են, որ սպառնալիք են ստացել Թուրքիայից ցամաքային ներխուժման եւ հնարավոր է եղել միայն ռուսական միջամտությամբ կանխել դա, եթե Հայաստանում լիներ այսպես կոչված ռազմական հեղաշրջում, իրականում դա ռազմական հեղաշրջում չէր, ընդհանրապես հայտարարություն էր։ Ես լուրջ մտավախություն ունեմ, որ Հայաստանում ազգային իշխանության հաստատման փորձի ժամանակ նույնիսկ, այնպես ինչպես քիչ առաջ հիշեցինք 22 թվական սեպտեմբերի 14 ազգային ժողովի դիմաց պատերազմը կանգնեցվեց այդ մեծ հանրահավաքից հետո։ Ադրբեջանը կարող է գնալ սադրանքի եւ Նիկոլին իշխանության պահելու, Նիկոլի խնդրանքով նույնիսկ որևէ ես դրա համար եմ ասում, էսկալացիա սանձազերծելու Նիկոլին ձեռնտու պատրաստ է։ Իր իշխանությունը պահելու համար, այո, Նիկոլին պատերազմը ձեռնտու է։ Հետևաբար որքան ոսկերչական պիտի լինի աշխատանքը ընդդիմության ազգային ուժերի, որ կարողանան այդ ինկուբացիոն շրջանը անցնցում հաղթահարել։ Այստեղ միջազգային գործընկերների հետ աշխատանք է պետք, երաշխիքներ են պետք, ես չգիտեմ այդ երաշխիքները մեզ այսօր տվող կա թե ոչ։ Շատ երկրներ չկան, որոնք երաշխիք են կարող են տալ, բայց այս պահի դրությամբ երկու խոշոր տերություններ, որոնք որ ամեն կերպ շահագրգռված են, որ այս տարածաշրջանում
էսկալացիա չլինի։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները խիստ շահագրգռված են, որ այստեղ էսկալացիա չլինի։ Էսկալացիայի մեջ շահագրգռված պետությունները այլ են։ Ադրբեջան եւ Թուրքիա։ Նաեւ Մեծ Բրիտանիա, Իսրայել, նաեւ Իսրայել, այո։ Իսրայելը ոչ, ասենց ասած, եթե դա Իրանին սպառնում է նոր է դեպքում, եթե չէ, ընդհանրապես շահագրգռված չի։ Այսինքն յուրաքանչյուր իր շահի իր բանն ունի, հա, իր այսպես խնդիրն ունի։ Մեծ Բրիտանիային դա պետք է ոչ թե Հայաստանի դեմ, այլ որ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու հնարավորություն լինի, բանում, այսինքն Միացյալ Նահանգները ընդհանրապես պետք չի, որովհետև ուրիշ պլաններ եւ ուրիշ ստրատեգիա ունեն։ Այո, ճիշտ է, ներքաղաքական զարգացումների այդ ժամանակահատվածում պետք է նաեւ ընդդիմությունը պետք է նաեւ մտածի, որպեսզի հնարավոր լինի այդ ժամանակահատվածում էսկալացիոն ռիսկերը ապահովել։ Իսկ ինչ վերաբերում 2018 թվականին, այո, շատ ճիշտ եք, Նախիջևանյան հատվածից հունոտ կոչվող տարածքում բնագծերում ադրբեջանցիները բավականին առաջ են եկել Նիկոլի նորաթուխ իշխանության թողտվության պարագայում։ Առաջին ձեռքբերումներ Չակերտյան։ Ադրբեջանցիների առաջին, այսպես ասած, ձեռքբերում առանց կրակոցի։ Բայց Արցախը կորցնելուց հետո, ինչպես ասում են, մենք կորցրել ենք մեր անվտանգային բոլոր տեսակի ֆունդամենտալ բաները, կարողությունները եւ ամբողջությամբ նոր անվտանգային միջավայր է պետք կառուցել, նոր զարգացման եւ նոր հարաբերությունների բանա պետք մտածել, տիրույթա պետք մտածել, ոչ թե այնպես ստորացված եղանակով, ինչպես որ Նիկոլենք են պատկերացնում, որովհետև դա անվտանգություն չի, դա խաղաղություն էլ չի։ Չի կարող լինել խաղաղություն միտեղ, որտեղ մի կողմը զոհի կերպարով ծնկած վիճակում վախեցած է, մյուսն էլ երես առած եւ այն ամենավերջին աստիճանի արդեն սանձարձակ ձևով է իրան պահում։ Այդ հարաբերությունների մեջ խաղաղություն չի կարող լինի։ Այսինքն մենք պետքա բերենք առնվազն Ադրբեջանի հետ հավասարակշռված վիճակի, որ մի կրակոցին 10 կրակոց անմիջապես, ընդ որում թիրախով։ Եթե ինքը մշակույթի տանիքին է կրակում, մեր մոտից sense պետքա միանգամից իրանց ստորաբաժանմանը, մարդուժին, դա որ հիշեցիք, որ բանան են համապատասխան հետևություն։ Սրանով էլ ամփոփ ենք անում, որ հիշեցիք։ Ժամանակին մեր պաշտպանության նախարարության հաղորդագրությունները ավարտվում են հետևյալ նախադասությամբ. հակառակորդի ակտիվությունը ճնշվել է եւ նախաձեռնությունը պատկանում է հայկական կողմին։ Ես չեմ թաքցնի, որ այդ հաղորդագրությունների մեջ փնտրում էի անհամաչափ բառը եւ երբեմն դա լինում էր, որ հակառակորդին տրվել է անհամաչափ պատասխան։ Այդ մասին իհարկե չէր խոսվում։ Տավուշի Հուլիսյան թատրոն չէր բեմադրվում մեկ դիրքի համար, բայց մենք տեղեկանում ենք եւ գիտեինք, շատ հաճախ նաեւ առաջնագիծ լրագրողների այցեր էին արվում։ Հիմա Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները ավարտվում են նվաստացուցիչ այդ կառույցի համար, ձեզ այդքան հարազատ կառույցի համար նվաստացուցիչ հետևյալ ձևակերպմամբ։ Վարչապետի աշխատակազմը առաջարկել է Ադրբեջանին հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել։ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը սա։ Ջան, ես հիշում եմ իմ ծառայության տարիները։ Բանակի նոր առաջին ստեղծման ժամանակահատվածներ եւ ես շատ երիտասարդ տարիքում անմիջապես բուհ ավարտելուց հետո ինձ բավականին բարձր պաշտոն էին վստահել զինված ուժերում առաջնագծում Արցախի պաշտպանության բանակում։ Ու գումարտակի հրամանատարի տեղակալ էի, հետո գումարտակի հրամանատարի նաև ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոն էին բանալել 21-22 տարեկան։ Ու ես ինքս արդեն տրված էր ինձ ի պաշտոնե որոշում կայացնել, Աստված մի արածը մեր դիրքերից որևէ մեկի ուղղությամբ ադրբեջանցիները որևէ մի թեթև հրադադարի ռեժիմի խախտում անեին։ Տեղում այդ դիրքը վերածվում էր նորից շինարարության ենթակա իրանց դիրքը վերածվում էր շինարարության ենթակա դիրքի։ Այսինքն դա էր
մենք երբեք որևէ ձևով չէինք նախաձեռնում կամ շահագրգիռել չէինք անգամ որևէ ռեժիմ խախտել։ Բայց ասում եմ, Աստված մի արածце, մի հատ թեկուզ, այսպես ասած, չթիրախավորված կրակոց կամ եսի ինչ։ Անպատասխան չէր մնում։ Եվ դա արդարացված է եղել 30 տարիներ ի վեր։ Դա է եղել շփման գծի կանոնը, որովհետև մեր հակառակորդը, մեր թշնամին, ոչ թե ասենք Էլզասի կամ Լոթարինգիայի ժողովուրդն են, այլ ադրբեջանցին, որը 19-րդ դարում էլ է մեզ ձգտել մորթի հայաթափի հայրենազրկի, 20-րդ դարում էլ, 18-ում էլ եւ 21-ում էլ, եւ 21-ում էլ, այո։ Այսինքն դա բան չի, ուժի դիրքերից միայն ուժն է բերում իրանց կողմից հարգանք, ոչ թուղթ, ուզում ես սահմանադրությունը ամեն օր փոխի, ինչ ուզում ես գրի, միևնույնն է դրանով ինքը ավելի ու ավելի է երես առնելու, ավելի ու ավելի է սանձազերծ դառնալու, ավելի ու ավելի է մեր ժողովրդին սկսելու նեղել ու ճնշել։ Ես շնորհակալ եմ այս կարևոր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ եւ Հանրապետականի գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի հետ։ Կհանդիպենք մյուս շաբաթավերջին։ Ցտեսություն։